Շնորհակալություն, պարոն վարչապետ, դուք ասել եք ձեր ձևակերպման մեջ բերում եմ, վախենամ Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ բոնջ դառնա, ինչ նկատի ունեք, սա ունեզրկման մասին սպառնալիք է, թե ինչ, խնդրեմ սա մեկնաբանեք եւ պարոն վարչապետ, 2 օր առաջ աննախադեպ սպառնալիքի վերաբերյալ մի հայտարարություն լսեցինք, Միացյալ Նահանգների նախագահը հայտարարեց, որ ոչնչացնելու է Իրանի հնագույն քաղաքակրթությունը, Իրանը Հայաստանի անմիջական հարևանն է, այս հայտարարությունից հետո հետաքրքիր է իմանալ, թե Հայաստանի իշխանություններն ինչ արեցին, արդյոք գործողությունների պլան ունեին, թե ոչ, որովհետև անմիջապես մեր հարևանությամբ երկրում էր այդ գործողությունը տեղի ունենալու, իհարկե բարեբախտաբար դա հետաձգվեց կամ չեղարկվեց, բայց այնուհանդերձ Հայաստանը ինչ գործողությունների պլան ուներ, որտեղ մենք ոչ մենակ քաղաքապաշտպանության մասին հայտարարություն լսեցինք, ոչ անվտանգության խորհրդի նիստի մասին լսեցինք։ Պետք է ձեզ անկեղծ խոստովանեմ, որ այդ հայտարարությունից ժամ ու կես հետո հրավիրվել է անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որտեղ իրադրությունը քննարկվել է եւ ձեր ասած բոլոր հարցերը քննարկվել են, այո, այդ նիստի մասին հրապարակում չի եղել եւ չի եղել, ընդհանրապես ես ձեզ ասեմ, պարզապես մենք լուսաբանում ենք անվտանգության խորհրդի հերթական նիստերը, անվտանգության խորհրդի ընդլայնված ձևաչափով, ես եթե սուտ չասեմ, տենց ամիս չկա, որ մենք 5-6 նիստ չանենք, բացարձակապես տենց ամիս չկա։ Եվ վերջին մի ամսվա ընթացքում էլ մենք տասնյակ նիստեր ենք արել, որոնց մի մասը լուսաբանել ենք, մյուս մասը չենք լուսաբանել, որովհետև այսինքն դրա անհրաժեշտությունը չենք տեսել, փորձել ենք այդ հայտարարությունը գնահատել մեր դիվանագիտական կապուղիներով մեր ունեցած տեղեկատվությունը գնահատել եւ այլն, այսինքն այդ աշխատանքի մեծ մասը գաղտնիության ռեժիմում է տեղի ունենում եւ բովանդակությունն էլ ամբողջությամբ գաղտնի է, բայց քանի որ դուք հարցը տվեցիք, ես ընդհանրապես այսքանը կարող եմ ասել։ Այո, հիմա գիտեք ինչ, արդեն տեսեք, ասում եք ունենալու էր, փառք Աստծո, հիմա ես 3 գրառմամբ ողջունել եմ եւ հիմա էլ ողջունում եմ հրադադարի շուրջ պայմանավորվածությունը եւ ես նաեւ 2 երկրների ղեկավարությանը ճանաչելով համոզված եմ, որ ամեն ինչ կարվի խաղաղ հանգուցալուծման համար եւ ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել նրանց 2 կողմերին հրադադարի համաձայնությունը ձեռք բերելու համար, որովհետեւ պատկերացնում եմ, թե դա ինչքան դժվար է տրվել։ Ինչ վերաբերվում է իմ հայտարարությանը, ես տեսա, որ ամենատարբեր մեկնաբանություններ կան, եթե զգացել եք իմ այդ հայտարարության մեջ սպառնալիքի որևէ էլեմենտ չկա, որովհետև ես խոսում եմ, ես չեմ ասում, ես խոստանում եմ կամ ես ասում եմ, ես վախենում եմ, որ այդպես տեղի կունենա, ինչ եմ վախենում, որովհետև կարծում եմ, որով ձեր նշած անձը այն խոստումները, որ տվել է որոշ շրջանակների, որոնք նաև Հայաստանից դուրս գտնվող որոշ շրջանակների, որոնք որոշակի բան ունեն, լծակներ ունեն նաև իր ունեցվածքի վրա, ակնհայտ է, որ ինքը իր ստանձնած պարտավորությունները չի կատարելու եւ ակնհայտ է, որ այդ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու է եւ ես դրա համար շատ ցավում եմ, որովհետեւ չի ուզենա, որ որևէ տեղ հայկական համարվող որևէ կապիտալ զրոյացվեր։ Չեմ կարող ասել։ Չեմ կարող ասել։ Թող ինքը ասի։ Համեն դեպս ես ուրիշների խոստումները հանրության ներկայացնող սուբյեկտը չեմ։ Դրա համար կան սուբյեկտներ, թող իրենք պարզաբանեն, ում ինչ են խոստացել, ում առաջ ինչ են պարտավորվել, ում ինչ են հավաստիացրել եւ այլն եւ այդպես շարունակ։ Դա մեզ հետ կապ չունի։ Մենք մեր process-ները թափանցիկ կերպով, որը էլի այս կոնտեքստի հետ կապ չունի, դուք գիտեք նաեւ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության պատմությունը, որը հիմա ըստ էության պետականացված է դե ֆակտո եւ դե յուրեն էլ տեղի կունենա, բայց դա արվել է այդ թվում Հայաստանի սպառողների պահանջով։ Ես ուզում եմ հիշեցնել ձեզ, ես դրա մասին տասնյակ անգամ խոսել ենք եւ տասնյակ անգամներով
աշխատանքային կարգով մենք զգուշացրել ենք, որ այսպես չի շարունակվելու։ Դա տևել է տարիներ եւ կայացվել է որոշում։ Հիմա Հայաստանի էլեկտրական ցանցերը Հայաստանի կառավարության, պետության, տիրապետության ներքո են եւ կշարունակեն այդպեսին լինել։ Եվ մեր պլանը էլ եմ ասում, որովհետեւ իրավական ընթացակարգեր կան, ես այսպես ասած իմ տեսադաշտում գտնվող հատվածը կարող եմ մեկնաբանել, որ մեր լավագույն նպատակադրումն է, որ այն դե յուրե արձանագրվի որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն եւ մենք միջազգային թափանցիկ մրցույթով հրավիրենք հնարավոր ամենաարդյունավետ եւ ամենապրոֆեսիոնալ կառավարչին, որպեսզի նա Հայաստանի էլեկտրական ցանցերը կառավարի այնպես, որպեսզի Հայաստանի սպառողների շահերը պաշտպանվեն եւ ոչ թե կառավարվի այնպես, որ մեր սպառողների հաշվին բանկերից տոկոսներով վարկեր վերցվեն եւ իրար միջև հարազատների, բարեկամների միջև բաշխվեն եւ Հայաստանի ընդհուպ զորամասերի եւ պետական մարմինների վրա հավելագրումներ անեն էլեկտրական հոսանքի, խնայելով որոշ լրագրողներին։